Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը մոտենում է ավարտին, զարգացումներն ավելի լարված ու հուզիչ են դառնում։ Նարինեն, ով նախկինում պարզապես պաշտպանվում էր և փորձում էր փրկել իրեն ու իր ընտանիքը, այժմ այլ կերպ է մտածում։ Նա վերջապես դուրս է գալիս իր խոցելի ու ուժասպառ կերպարից, որպեսզի կանգնի իր երեխաների կողքին ու պաշտպանի նրանց։ Այս պահին նրա համար առաջնային է նրանց անվտանգությունը, բայց նաև ճշմարտությունը։ Նարինեն Դիանային տեղեկացնում է, որ Միսակն իր մահից առաջ թողել է նամակ, որտեղ նշվում է նաև Դիանայի անունը։ Այն ակնհայտորեն կասկածներ է առաջացնում, չնայած Դիանայի մեջ ամեն անգամ մեծանում է դավաճանության ու խաբեության վախը։ Նարինեն Դիանային տանում է նրան անծանոթ տեղ, ինչը բավականին վախ է առաջացնում Դիանայի մեջ։ Այն չի լինի պարզապես հանդիպում, սա մի տեսակ վճռորոշ պահ է, որտեղ Նարինեն ստիպելու է Դիանային խոստովանել իր բոլոր չարագործությունները։ Դիանային լուրջ ընտրություն է սպասում, նա ստիպված կլինի կամ խոստովանել իր մեղքերը և հանձնվել ոստիկանությանը, կամ դիմել ավելի ռիսկային քայլերի, ինչը կարող է հանգեցնել վատ հետևանքների։ Նարինեի դերը կարծես թե այս անգամ ավելի խիստ է դառնում, նա պատրաստ է գնալ մինչև վերջ, նույնիսկ եթե դա պետք է վնասի Դիանային։ Այս պահին շատ հարցեր են մնում անհասկանալի, ինչ կլինի Դիանայի հետ և արդյոք նա կհամաձայնի խոստովանել ճշմարտությունը։ Սերիալի ավարտը մոտենում է, և այն, որ այս պատմությունն այնքան լարված ու անհայտ է, վկայում է, որ վերջին սերիաները միայն ավելացնելու են լարվածությունն ու անակնկալները։ Դիանայի ճակատագիրը, Նարինեի որոշումը և վերջին փուլի անկյունադարձերը հավանաբար դարձնելու են այս սերիալի ավարտը ամենահուզիչ հատվածը։ Մոտ ժամանակներս կհայտնվեն կարևոր զարգացումներ, որոնք կհանգեցնեն վերջին հանգուցալուծմանը, պարզելով, թե ով կհայտնվի որպես իրական հերոս ու ով կկրի պատասխանատվություն իր գործողությունների համար։ «Ծով աչքերի պատճառով» սերիալը մոտենում է իր վերջնակետին, և թեև դեռևս բազմաթիվ հարցեր կան անպատասխան, այն պարզ է, որ շուտով ամեն ինչ կհասնի իր տրամաբանական ավարտին։ Սերիալի ավարտը լինելու է հուզիչ, խճճված և միաժամանակ ողբերգական։ Երբ Նարինեն հայտնվում է ավելի ուժեղ ու վճռական կերպով, նրա գործողությունները դառնում են վճռորոշ ամբողջ պատմության համար։ Նա որոշում է պայքարել իր երեխաների համար, բայց դա բերելու է նրան մի վայր, որտեղ նա ստիպված է լինում ընդունել չարագործ Դիանայի հետ բախումը։ Այս վերջին հանդիպումը նրանց միջև կտապալի ոչ միայն իրենց, այլև նրանց բոլոր սիրելիների ճակատագրերը։ Սերիալի ավարտը կարող է լինել տարբեր լուծումներով։ Մի կողմից ճշմարտության բացահայտումը կարող է հանգեցնել մեղավորների պատժմանը, իսկ մյուս կողմից մեծ մեղավորներ ընտանիքների համախմբված լինելու հնարավորություն կդառնա։ Այսպիսով, հարցն այն է, թե արդյոք կարող են մարդիկ փոխել իրենց ուղիները, կամ թե արդյոք նրանք կշարունակեն խառնվել սխալներին՝ պահպանելով անցյալը։ Ավարտը լի է լինելու ուժեղ էմոցիաներով, խառնված պատմության զարգացմամբ ու ցավալի կորուստներով, բայց նաև հույսի շողերով։ Դա կլինի փակուղում կանգնած սրտերի համար ճշմարտության, խղճի և ուժի միասնությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե երբ է ավարտվելու հեռուստասերիալը և որ օրն է լինելու հեռուստասերիալի վերջին սերիան։ Ռեբեկան էլ բնականաբար Վահեի կորստից հետո այժմ գտել է Արամին, բայց դեռ նրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան, հատկապես վերջին սերիաների անոնսից պարզ է դառնում, որ Ռեբեկան դռան հետևից լսում է, թե ինչ է ասում Արամի ընկերն իրեն, ինչու է Արամը վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ինչու է շփվում Ռեբեկայի հետ, ցույց կտա ժամանակը։ Բայց արդյոք նա որպես չար կերպար կլինի հեռուստասերիալի ավարտին, չենք կարծում։ Հեռուստասերիալի սցենարիստը հավանաբար այնպես է պլանավորել, որ 3 աղջիկները լինեն երջանիկ, իսկ դա նշանակում է, որ Արամի կերպարը վերջին սերիաներում չի կարող լինել բացասական, և ավարտին Ռեբեկան նույնպես պետք է երջանիկ լինի, չնայած նա կորցրել է իր սիրած տղային Սառան Գորի հետ, Արմանը Էլկայի և իհարկե Ռեբեկան Արամի։ Ահա այսպես են ուզում, որպեսզի ավարտը լինի հեռուստասերիալի համար։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են ավարտին, իսկ հեռուստասերիալի ստեղծագործական խումբը խոստանում է, որ կարդարանան հեռուստադիտողների սպասելիքները, և հեռուստասերիալը կավարտվի այնպես, ինչպես ցանկանում են հեռուստադիտողները։
Իհարկե չեն կարող բոլոր հեռուստադիտողների սպասելիքներն արդարացնել, քանի որ հեռուստադիտողների սպասելիքները ևս տարբեր են հեռուստասերիալից, բայց որ ավարտը լինելու է հետաքրքիր, դիտարժան ու ինտրիգային, կհամոզվեն հեռուստադիտողները շատ շուտով։ Ինչ է պատրաստվում Նարինեն անել Դիանայի հետ և արդյոք Դիանան վերջապես պատասխան կտա իր բոլոր չարագործությունների համար, քանի որ հեռուստադիտողները գտնում են, որ մահը լավագույն տարբերակը չէ պատասխան տալու համար, քանի որ Միսակի դեպքում էլ այդպես եղավ, նա մահացավ ու պատասխան չտվեց իր արարքների համար, այդ նույն կերպ կլինի նաև Դիանայի հետ, թե ոչ, ցույց կտա ժամանակը, նա դեռևս պատասխան չի տվել նույնիսկ իր ամուսնու Էմիլի մահվան համար։ Եվ վերջապես, Սառան պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իմանա, որ իր քույրը Ռեբեկան որևէ կապ չունի հյուրանոցում տեղի ունեցածի հետ։ Այս և շատ այլ ինտրիգների ու գաղտնիքների բացահայտումը շուտով։